Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այնպես է ստացվել, որ դուք ինձ հարցեր եք տալիս ոչ միայն ֆիտոդիզայնից, ծաղիկների խնամքից, այլև ֆլորիստիկայից։ Դե քանի որ ես էլ իմ 15 տարիներ աշխատել եմ որպես ֆլորիստ, եկեք այսօր ձեզ պատմեմ ինչպես պիտի խնամեն կտրած ծաղիկները, հատկապես վարդերը, որտեղ շատ եք հարցնում, հատկապես տոնորերին ստանում եք լիքը նվերներ, հետո բողոքում եք, որ շուտ թարամեցին, ինչ կարող ենք անել։ Այսօր առիթից օգտվել, մեր աշխատակցուհին ստացել է ճերմակ վարդեր, արդեն մի քիչ է լավ չէ վիճակը, երեք ես գործի չեմ եղել, հիմա եկեք սկսենք ձեզ հետ միասին մշակել, այնպես, որ նրանք հնարավորինս երկար մնան։ Նախ հանում ենք դեպհաթեթից, տեսեք, առաջին հերթին նայում եք բույսի կտրվածքին։ Երբ նայում եք այստեղ, արդեն տեսնում եք, որ կտրվածքը մի փոքր հին է, տեսեք սևացած է։ Նոր թարմ ծաղիկների ժամանակ կտրվածքը լինում է սպիտակ։ Սա մեկ պարզեցինք։ Բոլոր կտրվածքները պոչերի, որոնք պիտի մտնեն ջրի մեջ, անպայման պետք է լինեն շեղակի, հնարավորինս մեծ անկյան տակ, այսպես։ Սա է ճիշտը, սա է թարմը։ Հիմա, քանի որ բոլորը պիտի մշակենք, եկեք հագնենք ձեռնոցները փշերից պաշտպանվելու համար, մեզ անհրաժեշտ է ինչպես միշտ, ինչպես մյուս բույսերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում սպիրտ, ախտահանում ենք ընդհանուր եւ անցնենք գործի։ Հաջորդը, ինչի վրա պիտի ուշադրություն դարձնեք, տերևների քանակի, տեսեք, որքան տերևները շատ է բույսի վրա, երբ դնում ենք ջրի մեջ, առաջնահերթ այդ ջրից օգտվում են տերևները։ Ջուրը դժվարությամբ է հասնում գլխիկին, հետևաբար շատ շուտ հատկապես վարդերը թարավում են։ Ուրեմն ինչ ենք անում, հեռացնում ենք բոլոր ավելորդ տերևները, բայց որպեսզի մի փոքր, տեսեք, սա ջարդված է, միանշանակ սա էլ եմ հեռացնում, որպեսզի շատ տկլոր չլինի, 1-2 տերև կարող ենք թողնել վրա։ Հաջորդը, որ պիտի ասեմ, շեղակի կտրվածքից հետո կարող եք մեկ հատ էլ կտրվածք անել այսպես երկարությամբ։ Սա արվում է նրա համար, որ ջուրը ավելի հեշտությամբ հասնի գագաթին։ Կարող ենք նաև հեռացնել մի փոքր վրայի կեղևը։ Սենյակային ջերմաստիճանի ջուր հավաքելուց հետո անհրաժեշտ է նրա մեջ լցնել որևէ նյութ, որը կերկարացնի վարդերի կյանքը։ Դա կարող է լինել ջրածնի պերօքսիդ, մի քանի կաթիլ ընդհանրապես, որը կտա ակտիվ թթվածին, ատոմային եւ կակտիվացնի ջրի բարձրացումը դեպի գագաթ, կարող է լինել մի փոքր շաքար, շաքարավազ ավելի ճիշտ, կարող է լինել լիմոնյախ, որի հետ զգուշվարվեք շատ քիչ, լիմոնաջուր կամ սալիցիլ ացետիլաթթու, որը նույն ինքը ասպիրինն է։ Այս բոլոր նյութերը նպաստում են, որպեսզի օսմոտիկ ճնշումը բարձրանա եւ ջուրը հեշտությամբ հասնի գագաթին։ Ուրեմն առաջինը պատրաստ է, դնում ենք այսպես եւ հաջորդաբար մնացած բոլոր բույսերը, բոլոր վարդերը մշակում ենք նույն ձևով։ Սիրելիներ, յուրաքանչյուր կտրած ծաղիկ ունի իր խնամքի ձևը։ Տեսեք, եթե մենք ունենում ենք գյորգինաներ, ամարիլիսներ, որոնց ցողունները ունեն անցք իրենց մեջ, ապա նրանք է շրջում են գլխի վայր, ջուրը լցնում ենք նրա մեջ, մի անգամ առիթ կլինի, ես ցույց կտամ։ Մատով փակում ենք անցքը, նոր դնում ենք ջրի մեջ, այդպես երկարացնում ենք նրանց կյանքը։ Դարձյալ կտրում ենք, մեկ հատ էլ ցույց եմ տալիս, մնացածը կդնենք արագ տեմպի վրա, շեղությամբ, երկարությամբ, մաքրում ենք կեղևը, մի քանի սանտիմի չափով։ Իմիջիալոց պիտի ասեմ, որ նաև շատ սխալ է միջև վերջ ջուրը լցնելը։ Անհրաժեշտ է լցնել մոտավորապես այս չափով, հետագայում մնացած օրերին, երբ մենք ցանկանում ենք փոխել ջուրը, կարող ենք մի փոքր էլի կտրել, նախորդ կտրվածքից մի փոքր էլ կտրել, ապա թարմացնել դնել ջրի մեջ։ Հաջորդը, որի մասին ուզում եմ զգուշացնել, դրանք արևաթերթիկներն են։ Տեսեք, այս առաջին թերթիկները կոչվում են արևաթերթիկներ։ Հաճախ
մեր տնտեսուհիները դրանք հեռացնում են, սա իհարկե գեղեցկացնում է վարդի ընդհանուր տեսքը, սակայն վարդը ավելի շուտ է բացում, այնպես որ եթե չեք ուզում շատ արագ բացվի, այդ թերթիկները հեռացնելու կարիք չկա։ Էս էլ էսպես։ Եվ էսպես բոլորը։ Հաջորդ խնդիրը, որի մասին ուզում եմ ասել, կան վարդեր, իհարկե սրա վրա ցույց տամ, բայց լինում են վարդեր, որոնք ունենում են շատ հաստ ցողուն։ Այդ դեպքում ինչպես են վարվում, դարձյալ կտրում ենք շեղակին եւ ոչ թե այսպես երկարությամբ բացում ենք ցողունը, այլ ծեծում ենք մուրճի օգնությամբ։ Դե հիմա մուրճը չկա, առանց վախենալու։ Հնարավորություն ենք տալիս, որ ջուր խմելու մակերեսը ավելի մեծանա։ Էդ էլ այդպես սիրելիներս, եթե մեծաքանակ վարդեր եք ունենում եւ ուզում եք շատ բայել, թեպետ փոքր քանակի դեպքում էլ կարող եք անել։ Ամենալավը նրա կյանքը երկարացում է 1-2 կաթի ժավելը, որը եւ ախտահանում է եւ օսմոտիկ ճնշումը ավելի է բարձրացնում։ Ստոպ տուն։ Դե այսօրվա համար այսքանը սիրելիներս, ուղղակի մեկ անգամ եւս հիշեցնեմ, ցանկացած բույսի ժամանակ, ցանկացած ծաղիկների ժամանակ, այնպես արեք, որ ջրի մեջ, բացի ծաղկի ցողունից, տերև, փուշ, որևէ բան չմնա, որովհետեւ դա նպաստում է փթմանը, ջուրը շուտ է նեխում եւ ծաղիկները շուտ են փչանում։ Իսկ մենք կհանդիպենք արդեն բույսերի մասին խոսելու։ Ստեսություն։